Բարև ձեզ։ Ինչպես եւ խոստացել էինք նախապես, մենք շարունակում ենք տաղավարում հաղորդաշարի շրջանակում զրուցել Սուրբ Էջմիածնի Մատենադարանի եւ հրատարակչական բաժնի տնօրեն Տեր Արարատ Քահանա Պողոսյանի հետ։ Շնորհակալ եմ այս անգամ եւս հրավերն ընդունելու համար։ Սիրով։ Մեզ դիտողներն արդեն գիտեն, որ մեր թեմաները առնչվում են հայ եկեղեցու եւ հայ մշակույթի, հայոց պատմության առնչակցություններին։ Այսօր մեր զրույցի թեման, ինչպես պայմանավորվել էինք, լինելու է լուսավորչի գահի 125-րդ գահակալը Մկրտիչ Խրիմյանը կամ ինչպես ժողովուրդը այդպես քնքշորեն ասում է Խրիմյան հայրիկը։ Մինչ գահակալ դառնալը, մինչ օծվելը կաթողիկոս, ընտրվելը բավականին երկար ճանապարհ էր անցել Խրիմյան հայրիկը եւ արդեն իսկ իր անունը շրջանառվում էր հայոց պատմության մեջ, հայ եկեղեցու շրջանառվում, հայության մեջ շրջանառվում էր որպես ազգի նվիրյալ, հոգևորականի։ Կուզեք սկսենք զրույցը հենց այդտեղից, թե ինչ էր արել Մկրտիչ Խրիմյանը եւ ինչ հալածանքների էր ենթարկվել, ընդհանուր միջև աքսորի, մինչև գալ եւ Էջմիածնում հաստատվելը։ Անշուշտ մինչև նրա ամենայն հայոց կաթողիկոսական գահին բազմելը Խրիմյան հայրիկը անցել էր բավականին հարուստ ճանապարհ եւ որպես ուսուցիչ, մանկավարժ, հրատարակիչ եւ նաեւ եկեղեցական ու ազգային գործիչ։ Երբ նրա կենսագրությանը անդրադառնում ենք եւ բարեբախտաբար պետք է ասել, որ ի պատիվ մեր հայագետների նրա կյանքը եւ գործը բավական լավ ուսումնասիրված է եւ նրա կյանքի գրեթե բոլոր փուլերի մասին մենք ունենք բավականին հարուստ տեղեկություններ եւ ընթերցողի սեղանին հարուստ ուսումնասիրություններ, այդ թվում եւ մենագրություններ եւ հոդվածներ կան եւ ընթերցողը կարող է ծանոթանալ։ Մենք էլ ենք այդտեղից ծանոթանում։ Կներեք, ես էլ օրինակ այս հաղորդմանը պատրաստելու համար, ես չգիտեմ, գուցե շատ են գրքերը, բայց ես կարդացի Էմմա Կոստանդյանի մենագրությունը եւ այնտեղ էլ շատ մանրամասն եւ բավականին այդպես մանրակրկտորեն վերլուծված էր ամեն ինչ։ Հիմնական նրա կյանքն ու գործունեությունը ուսումնասիրող հայագետներից մեկը հենց Էմմա Կոստանդյանն է, որը բավականին արժեքավոր աշխատություններ է դրել ընթերցողի սեղանին։ Երբ անդրադառնում ենք Խրիմյան հայրիկի կյանքին, որպեսզի հասկանանք նրա ամենայն հայոց որպես կաթողիկոսի գործունեությունը, ուզենք թե չուզենք, պիտի խորամուխ լինենք նրա նախընթաց կյանքին։ Ի սկզբանե պետք է արձանագրել, որ Խրիմյան հայրիկը ստանալով ժամանակի հայկական բավականին լավ կրթություն, լիմ եւ կտրուկ անապատներում, որպես ուսումնատենչ երիտասարդ մտնելով այդ հաստատություններից ներս սովորելով, նպատակ չի ունեցել դառնալու հոգևորական։ Որոշ ուսումնասիրողներ ավելին պնդում են, որ նա ի սկզբանե ոչ միայն չի ուզեցել, այլ իր հեռանկարում նույնիսկ չի եղել նրա հոգևորական դառնալու ծրագրեր։ Սակայն կյանքի բերումով այնպես է ստացվել, որ նա երբ Կոստանդնապոլիս էր գնացել ուսուցչությամբ զբաղվելու եւ երբ լսում է, որ պատահարից կինն ու աղջիկը մահացել են, վերադառնում է Վան, նա ծնունդով Վանից էր, Այգեստան թաղամասից, եւ նրան վիճակված էր նաեւ իր եկեղեցական ու ազգային գործունեության մի զգալի մասը անցկացնել հենց վասպուրական աշխարհում։ Ուրեմն վերադարձից հետո նա մտնում է Վանք եւ շուտով 1852 թվականին ստանում ձեռնադրություն կուսակրոն հոգևորականի եւ սկսում է արդեն Մկրտիչ Խրիմյան հոգևորականի գործունեությունը։ Նա շուտով նշանակվում է Գլակավանքի վանահայր, այստեղ բավականին մեծ համբավ է ձեռք բերում, պետք է ասել, որովհետեւ նրա ամբողջ նպատակը գիրք տպագրելն էր, տպագրական գործունեությունը, դպրոցներ հիմնելը, այսինքն նրա գործը գիտությունն ու կրթությունն են։ Նշենք, որ ժամանակաշրջանը անձամբ է բանանում, ես այդ հենց Կոստանդյանի մոտ հանդիպեցի, որ փորձից անձամբ է տպագրական մեքենաներ բերում հասցնում Վան եւ նույնիսկ հոգեվորական շրջանակներում մի քիչ անհասկանալի էր եւ այդպես շատ լավ չէին հասկանում, թե ինչ է նախապատրաստում եւ ասում են, ես երկաթներ ինչ է քաշտվել վերել հասցրել Վան։ Այո, երբ որ նա արծվի վասպուրականին հիմնադրեց Կոստանդնապոլսում 55-57 թվականներն էր, նա երբ որ վերադարձավ վասպուրական, պարբերականը թերթը տեղափոխեց նաև վասպուրական։ Ըստ էության, ինչպես մասնագետներն են հիշատակում, դա
Արևմտյան Հայաստանում առաջին պարբերական մամուլն էր, որ հիմնադրվեց։ Իհարկե նաև նրա օժանդակությամբ ու ջանքերով նրա հաջորդ պարբերականը նույնպես բավական արժեքավոր դեր ունեցավ հայ ժողովրդի ազգային մտածողության, հատկապես արևմտահայության կյանքում ձևավորման, զարգացման, տարածման գործում Արծվիկ Տարոնո թերթը, որտեղ նաև մեծ ավանդուներ Խրիմյան հայրիկի սիրելի սաներից մեկը Գարեգին Սրվանձյանցը։ Եթե վերադառնանք ավելի վաղ, տեսնում ենք, որ նա բավականին երիտասարդ հասակում ստանում է մի պատվանում, որ հաճախ մենք մտածում ենք նա ստացել է, որ դարձել է ամենայն հայոց կաթողիկոս կամ եղել է արդեն ծեր կամ ալևոր հոգևորական, որովհետև հայրիկ պատվանունը տիտղոսը սովորաբար տալիս են ավագ սերնդի ներկայացուցիչներին, այնինչ մենք տեսնում ենք, որ Խրիմյան հայրիկը 42 տարեկանում 1862 թվականին, երբ արդեն նշանակվել էր Վարագավանքի հոգևոր տեսուչ եւ նաեւ տարածաշրջանի հոգևոր պատասխանատու, այնքան մեծ է ժողովրդի նկատմամբ նրա սերը, հոգատարությունը ազգային կյանքում, կրթության մեջ, որ ժողովուրդը 42-ամյա երիտասարդ հոգևորականին պատվել էր հայրիկ տիտղոսով։ Դեր եկեք մի քանի բառով էլ այդպես խոսենք, պատմենք, զրուցենք Պորսո պատրիարքության շրջանում, Խրիմյանի գործունեության մասին, բարձր դռան հետ իր հարաբերությունների, լարվածության, Թուրքիայի ազգային ժողովում այդ բարձրացած խնդիրների, քննարկումների եւ հետո մեծ ծրագրով, սուլթանին դիմելու այդ նախաձեռնության, որը պարզ է, որ այդպես հեշտ չընդունվեց եւ հենց դրանցից մեկը հենց դրանք պատճառ դարձան, որ Խրիմյանին աքսորեցին Երուսաղեմ։ Ասեմ, որ մինչև Խրիմյանը 1830-ականներին արդեն որոշակի գործընթաց սկսել էր ողջ Օսմանյան կայսրության ընթացքում։ Այս շրջանը համարվում է Թանզիմատյան շրջան։ Շրջան, որտեղ Օսմանյան իշխանությունները բարձր դուռը որոշակի ազատություններ են շնորհում իրենց կայսրության ներքո ապրող բոլոր հպատակ ժողովուրդներին։ Եվ պետք է ասել, որ հայ ժողովուրդը որպես այդ կայսրության մաս կազմող տեղաբնիկ ժողովուրդ փորձեց օգտվել նաև այդ հնարավորությունից։ Եվ մենք գիտենք, որ կարճ ժամանակ անց Եվրոպայում սովորած առաջադեմ լուսավոր այսպես գաղափարներով զինված երիտասարդներ Կոստանդնուպոլսում հարց բարձրացեցին, այսպես բաժանվեց հասարակությունը երկու մասի արևմտահայությունը եւ բուն արևմտյան Հայաստանում, որը Կոստանդնուպոլսի հայերի համար այսպես գավառահայություն էր համարվում, եւ Պոլսի մեջ, այսինքն մարդիկ ուզում էին ժողովուրդը ուզում էր որոշակի դեր ստանձնել համայնքի ղեկավարման գործում եւ սահմանադրականների եւ ոչ սահմանադրականների այսպես լուսավորյալների եւ ճակերտավոր խավարամիտների խմբեր էին բաժանվել։ Պետք է ասել, որ Խրիմյան հայրիկը որպես հոգևորական այդ ժամանակ այդ սահմանադրական շարժման ժամանակ բռնել էր սահմանադրականների կողմը։ Այսինքն նա սատարում էր այն գաղափարները կամ այն գործիչներին, ովքեր առաջ էին մղում ազգային սահմանադրություն ունենալու գաղափարախոսությունը։ Եվ 1860-63 թվականներին այս գործընթացները սահմանադրություն մշակելու, ազգային սահմանադրություն եւ բարձր դրանը ներկայացնելու գործընթացները Խրիմյանը հնարավորինս եւ գաղափարապես եւ գործնականում օժանդակում էր սահմանադրական շարժման կողմնակիցներին։ Ի վերջո սահմանադրությունը հաստատվեց, որով փորձ էր արվում համակարգել եւ կառավարել Օսմանյան կայսրության տարածքում բնակվող հայության կյանքը։ Եվ տեսնում ենք, որ այս ամենի մեջ նաև Խրիմյան հայրիկը շարունակում էր Տարոնում, Վասպուրականում իր հոգևոր ու ազգային գործունեությունը։ Նրա համբավը այնքան մեծացավ, որ 1869 թվականին, երբ պատրիարքական աթոռը թափուր էր, այսպես ձայների ճնշող մեծամասնությամբ Խրիմյան հայրիկը Պոլսում ընտրվեց Պոլսի հայոց պատրիարք։ Բայց պատրիարքական գահին բազմելուց հետո, պատրիարք որպես նրա գործունեության ընթացքում, հետաքրքիր է, որ որոշ ուսումնասիրողներ եկել են այն եզրահանգման, որ նա
որպես ոչ սահմանադրական մարդ 3-4 տարի անց ստիպեցին որպեսզի հրաժարվի պատրիարքական աթոռից եւ նա հրաժարվեց եւ կրկին վերադարձավ Վարագավանք եւ շարունակեց իր հոգեվոր ազգային գործունեությունը։ Սակայն հետաքրքիր է, որ 60-ականների սկզբի սահմանադրական գաղափարների կողմնակից համարվող Ղրիմյան հայրիկը մերժվեց որպես ոչ սահմանադրական։ Այստեղ մենք տեսնում ենք, որ խնդիրը ոչ թե սահմանադրական ազգային սահմանադրության կետերին այսպես հավատարիմ գործերն էր, այլ ավելի շատ բարձր դուրը թեև ինքը հաստատել էր Ղրիմյան հայրիկին որպես Պոլսո-հայոց պատրիարք, այնուամենայնիվ Ղրիմյան հայրիկի գործունեությունը որպես համայնքի ամբողջայության ներկայացուցիչ չէր համապատասխանում այդ պայն սուլթանական իշխանությունների վարած քաղաքականությանը հայ ժողովրդի նկատմամբ, որովհետև Ղրիմյան հայրիկը հայտարարել էր, որ պատրիարք դառնալուց հետո հայտարարել էր, որ չգիտեմ ինձանից առաջ եղած պատրիարքները ինչպես են ազգային հարցը բարձրացրել բարձր դռան մոտ, սակայն ես պարտավորված եմ զորեղ միջնորդություն ներկայացնելու հայության խնդիրներով։ Բնականաբար նրա գործունեությունը այդ 3-4 տարիները բավարար եղան, որպեսզի Պոլսում բարձր դռան ներկայացուցիչները հասկանային, որ այս մարդը վառոդով լի տակառ է Կոստանդնուպոլսում իրենց քթի առջև։ Եվ նրանց կարճ այսպես դատողությամբ Ղրիմյանից ազատվելու լավագույն ճանապարհը դա նրան Պոլսի պատրիարքարանից տարբեր գործիչների միջոցով, այդ թվում նաև հայ, ստիպել հրաժարական տալ։ Սակայն դա Ղրիմյանի համար ավելի օգտակար եղավ եւ բարեբախտություն եղավ, որովհետեւ նա վերադարձավ Վարագավանք եւ նույն գործունեությունը ավելի վառ գույներով արեց այնտեղ։ Նրանք մտածում էին Ղրիմյանին բերել Կոստանդնուպոլից, որպեսզի նա իրենց թիկունքում այդ վառոդով լի տակառը չմնա իրենց թիկունքում, բերեն իրենց վերահսկողության տակ, բայց տեսան, որ Ղրիմյանին վերահսկել անհնար է, որովհետև նա իր գործունեությամբ, քարոզներով միշտ կողմ էր գիտության, դպրության տարածմանը, ազգային արժանապատիվ կյանքին եւ նա երբեք չդադարեց դրա մասին խոսելուց։ Տեր այր, եթե այսպես շարքային հային այսօր հարցնենք մեր քաղաքացիներին Ղրիմյան հայրիկի անունը տանք, երևի առաջին հերթին երկու բան կհիշեն, էլի, առաջնահերթ, մեկը երգը նվիրված Ղրիմյան հայրիկին եւ երկրորդը Երկաթե Շերեփի մասին խոսույթ ասացվածքը, թևավոր խոսքը, թղթե եւ Երկաթե Շերեփի մասին։ Ձեր կարծիքով ո՞րն է այդ Երկաթե Շերեփ հասկացության իրական պատգամը։ Այն սերտորեն կապված է հայկական հարցի հետ։ Թղթե կամ Երկաթե Շերեփի գաղափարը կարող ենք ասել ժամանակակիցները ընդունեցին որպես մարտական կոչ եւ պետք է ասել, որ Ղրիմյանի հայտարարության մեջ ի սկզբանե այդ մարտական կոչը այսպես թե այնպես կար։ Ուրեմն ինչ տեղի ունեցավ, երբ 1878 թվականին Սան Ստեֆանոյի վեհաժողովը եղավ, ապա հաջորդեց Բեռլինի վեհաժողովը, պատվիրակություն կազմվեց, որի ղեկավարը նշանակվեց, ընտրվեց Ղրիմյան հայրիկը որպես անվանի եկեղեցական գործիչ, որովհետև նա պատահական չընտրվեց, նա հայտնի էր որպես ազգային գործիչ, նա հայտնի էր որպես եկեղեցական գործիչ, բայց շատ կարևոր է, որովհետև նա արծվի վասպուրականի եւ արծվի տարոնո իր պարբերականների մեջ եւ նաեւ արդեն 76-77 թվականներին լույս էին տեսել նրա Վան գույժ եւ հայ գույժ ստեղծագործությունները, որը հայ ազատագրական պայքարի, այսինքն հայդուկային շարժման ուսումնասիրողները այսօր համարում են ոչ պատահական գրված գործեր, պլանային գործեր։ Ընդհատեմ էլի Տեր Հայրջան, ձեզ տեսեք, ասում եք, որ սահմանադրական, սահմանադրության ճանապարհով երկրում հաջորդի կյանքում փոփոխություն անելու ջատագով էր, բայց ինձ թվում է բարձր դռանը եւ սուլթանին անհանգստացնում էր, այսինքն թուրքական իշխանություններին անհանգստացնում էր նաեւ որոշակի տրանսֆորմացիան, որ տեղի ունեցավ հենց իր մեջ, որովհետեւ ինքը եկավ այն եզրակացության, եկավ եզրահանգման, որ միայն ազատագրական պայքարի ճանապարհով կարելի է հասնել հաջողության, ժողովրդին ազատել այդ հալածանքներից, հեծածանքներից եւ դեռ մինչեւ ասենք Երկաթե Շերեփի մասին
թեվավոր խոսքը հիասթափության, հա, խոսքը ինքը բազմաթիվ այլ տեղեր զինվելու կոչ է անում եւ նույնիսկ միտեղ բառացիորեն ասում եմ մարդը չէ առանց ասպար, առանց զենք, ինչպես է, հա, դիմակայելու ես քրդերին, թուրքերին, քեզ հալածողներին եւ այլն, այսինքն որոշակի բան իր մեջ էլ փոխվել էր արդեն։ Նա հավատում էր միջազգային քաղաքականության արդարությանը, բայց երբ բախվեց իրականությանը, երկաթե շերեփի գաղափարը ծնվեց այդտեղից։ Հայտնի նրա խոսքեր, երբ բոլոր ազգերը եկան եւ իրենց ազատության երկաթե շերեփով ապուրի մեջից, հարիսայի մեջից վերցրեցին իրենց բաժինը, մեր շերեփը թղթեր եւ մնաց հարիսայի մեջ։ Ուրեմն ինչ նա է ասում, որ ժողովուրդը պետք է ինքն իր մե աշխատի, որ իր փրկությունը ունենա։ Սա իսկապես ժամանակակիցները ընկալեցին մարտական կոչ։ Պետք է ասել, որ հենց այդ շրջանից ակտիվորեն սկսեց ինքնապաշտպանական, այսպես խմբերի ստեղծումը։ Մենք գիտենք, որ նա սերտ կապերի մեջ է եղել Կարինում, Վանում ստեղծված գաղտնի ազատագրական խմբակների հետ, գիտենք, որ նրա գաղափարախոսության շատ կետեր ընկած էին ֆիդայական շարժման, հայդուկային շարժման գաղափարախոսության մեջ եւ Խրիմյան հայրիկը կարծես թե հենց այդ ամենի գաղափարախոսն էր։ Այսօրվա հեռավորությունից մենք այն ընկալում ենք երկաթե շերեփի գաղափարը ոչ միայն սեփական ուժերին ապավինել եւ հարկ եղած դեպքում նաեւ զենքի միջոցով ազատագրվելուն, այլ նաեւ մենք ընկալում ենք փոխաբերական իմաստով, որ առաջին հերթին պետք է կրթվել, պետք է դաստիարակվել, արժանապատիվ ինքնակազմակերպվել, կազմակերպված կյանք ունենալ, որպեսզի նաեւ կարողանալ հարկ եղած դեպքում զենքի կամ ուժի միջոցով ձեռք բերել սեփական ազատությունը, որովհետև նա ինչ դաս հասկացավ Խրիմյան հայրիկը եւ ինչ պատգամ փոխանցեց մեզ, որ ազատությունը դա նվիրաբերվող արժեք չէ, այլ սեփական ուժերով այսպես արժանապատիվ ապրելու քո ցանկությունն է, որ դու պիտի կարողանաս ինքնուրույն կյանքի կոչել, թեև կարելի է ունենալ բազմաթիվ դաշնակիցներ այս ճանապարհի մեջ, բայց ամենակարևոր բանը, երբ դու ինքդ ես պատրաստ քո փրկությունը եւ քո ազատությունը կերտելու։ Երբ դու պատրաստ չես դրան, որևէ մեկը չի կարող քեզ օգնել։ Երբ դու մահամերձ ես, այլևս ոչ ոք հնարավոր չէ քեզ հարություն պարգևի։ Դու ինքդ պիտի զբաղվես քո, այսինքն եթե դու ինքնաբուժությամբ քո գաղափարական, քո ինքնությանը հավատարիմ մնալը, քո արմատներին հավատարիմ մնալը, քո սեփական պատմությունը ճանաչելը դնես մի կողմ, որևէ դաշնակից չի կարողանալու քեզ փրկել։ Ընդ որում հենց իր մեջ ինքը սկզբում հայ ժողովրդի փրկությունը կամ ազատագրությունը կամ գոնե թեթևացումը վիճակի կապում էր Անգլիայի հետ, հետո ավելի շատ Ռուսաստանի հետ, բայց ի վերջո եկավ հանգեց, սեփական ուժերով ազատագրվելու գաղափարին։ Ինչ է կարծում Տեր հայր, արդյոք շատ մեծ եղավ հոգեբորականի, ազդեցությունը քաղաքական այդ process-ների, այսինքն հայ ազատագրական շարժման մեջ իսկապես թափանցեց, դարձավ հիմք իրենց համար, թե ոչ։ Ասեմ, որ Խրիմյանի կերպարով ավարտվեց այն հոգեբորականի կերպարի ձևավորումը, որ մարդկանց մտայնության մեջ, մտածողության մեջ, որ հոգեբորականը ոչ միայն աղոթագրքեր գրող է եւ միայն ծիսակատարություններ անող, այլ նաեւ կարող է ստանձնել ազգային պատասխանատվություն։ Այդ ժամանակ բնականաբար հոգևոր առաջնորդները ոչ միայն եկեղեցին էին առաջնորդում, այլև պատասխանատվություն էին զգում ամբողջ հայ հասարակության եւ հայ ժողովրդի առջեւ, հատկապես հայոց կաթողիկոսները, որոնք ընդհանրական հայրապետական աթոռի գահակալներ էին եւ պատասխանատու էին ողջ հայության համար։ Եվ Խրիմյան հայրիկը լավագույնս գիտակցում էր իր առաքելությունը, այս իմաստով նրա կերպարի մեջ այսպես շատ գեղեցիկ կերպով համադրվել էին հոգևորականը եւ քաղաքական գործիչը, բայց ոչ կուսակցական գործիչը, բարոյական ժողովրդի բարոյական քաղաքականությամբ զբաղվող հոգևորականը։ Դրա մասին խոսում են նաեւ նրա ստեղծագործությունները։ Մենք գիտենք, որ նա մինչև
1900-ական թվականները իր մահվանից մի քանի տարի առաջ նույնիսկ ստեղծագործել այդ թվում այնպիսի ստեղծագործություններ, որ այսօր էլ շատ սիրելի են եւ շատ ընթերցվող մեր հայ հասարակության կողմից։ Սակայն այս կերպարի ըմբռնումը այսօր կարող է նույնը չլինել, որովհետեւ կա հասարակության բևեռացում, առաջնորդի նկատմամբ եթե 1.5 դար առաջ բոլորը կարող են վստահել որևէ առաջնորդի, այսօր բոլոր առաջնորդների նկատմամբ կա կասկած եւ նաեւ տեղեկատվական աղմուկը ինչ որ կա այսօր խանգարում է որպեսզի մենք ունենանք այնպիսի հնչեղ ձայներ, այո այսօր էլ կան եւ հոգեվորական, եւ զինվորական, եւ մտավորական բազմաթիվ բնագավառներից գործիչներ, որոնք զբաղվում են եւ բարձրաձայնում են ազգային հարցեր, բայց այնպիսի հնչեղություն ինչպիսին ունեցել է Ղրիմյան հայրիկը իր ժամանակին, ցավոք սրտի այսօր մենք չենք կարող տեսնել թվարկածս պատճառներով, ոչ թե որ այսօր մենք չունենք արժանի այդպիսի գործիչներ հայ իրականության մեջ, բայց հասարակության բևեռացումը, տեղեկատվական աղմուկը, կասկածը ամեն ինչի եւ ամեն մեկի նկատմամբ խանգարում է ինչ որ մեկին համադրել այն հեղինակության ու վստահության հետ, որ Ղրիմյան հայրիկը ունեցել է իր ապրելու տարիներին։ Նշենք մի հատկանշական առանձնահատուկ փաստ, որ շատ քիչ հայ գործիչներ են իրենց կենթանության օրոք ունեցել եւ վայելել այդպիսի համահայկական սեր եւ հնչեղություն, ինչպիսին Ղրիմյան հայրիկն էր։ Անշուշտ դա, ինչպես նախորդիվ ասացինք, դա պատահական չէ։ Այո, դա իր ամբողջ գիտակցական կյանքը հայ ժողովրդին նվիրելու, որովհետեւ նա մի խոսք ունի, ասում է, որ երբ ես դարձա հոգևորական, իմ սրտի տախտակի վրա գրվեց ժողովուրդ բառը եւ մինչեւ մահ անհնար է, որ որևէ մեկը կարողանա իմ սրտի մեջ եղծել այդ բառը, այսինքն նա ժողովրդական մարդ էր, նույնիսկ նրա քարոզները, մտքերը, խոսքերը ամեն ինչ շատ པարզ էին եւ շատ ընկալելի։ Դրանով էր պայմանավորված, ինչպես նշեցինք, որ երիտասարդ մարդուն տարիքով տարեց մարդիկ կարող էին ճանաչել որպես հայր։ Իսկ մեծ տարիքում, երբ արդեն բազմես կաթողիկոսական գահին, նա իսկապես արդեն բառի ուղիղ իմաստով հայր էր ողջ հայության համար եւ ժողովուրդը նաեւ արժանի կերպով նրան սատարեց, ոգեշնչեց, գոտեպնդեց տեր կանգնելու հայ եկեղեցու գույքին, որը ցարական հրամանով բռնագրավման ենթարկվեց 1903 թվականին։ 2 տարի շարունակ անընդմեջ Ղրիմյան հայրիկը ստիպված էր անդուլ պայքար մղելու ցարական կայսրության դեմ։ Ընդ որում եկեք ասենք, նշենք հատուկ, որ կաթողիկոս ընտրվելուց 13 ամիս հետո միայն հենց ռուսական ցարի միջնորդությամբ նա կարողացավ գալ Էջմիածին եւ օծում ստանալ։ Այո, ընդ որում միաձայն ընտրված կաթողիկոս էր, բացառիկ դեպքեր են, երբ կաթողիկոսական ընտրություններում բոլորը միաձայն բառի ուղիղ իմաստով, ինչպես փոխաբերական եւ նաեւ փաստացի ասում են 72-ամյա Ղրիմյան հայրիկը 72 քվեով ընտրվեց ամենայն հայոց կաթողիկոս։ Դժվար եղավ նրա Էջմիածին գալը, նա Երուսաղեմում այսպես պատվավոր աքսորի մեջ էր։ Երուսաղեմի ակամա ուխտավոր, ինչպես Մաղաքիա Օրմանյանն է բնորոշում, մինչև Երուսաղեմից հրաժարվեց թուրքական հպատակությունից, ընդունեց ռուսական հպատակությունը, եկավ Էջմիածին, դուք նշեցիք արդեն բավական երկար ժամանակ էր անցել եւ նա ստիպված 92 թվականին ընտրվեց, 93 թվականին նոր Էջմիածնում կարողացավ ընդունել կաթողիկոսական օծում, ընդ որում առաջին անգամ կաթողիկոսական օծումը եղավ ոչ թե Մայր տաճարի խորանին, այլ զանգակատան առջև, որովհետև այնքան մեծ էր նրա նկատմամբ սերը, հարգանքը, որ բազմության շատությամբ պայմանավորված նրա արարողությունը գահակալության եւ օծման արեցին դրսում։ Իդեպ շատ հետաքրքիր է, որ մի միջադեպ է եղել նրա հուղարկավորության ժամանակ, երբ նրան որոշում են, որ պետք է հուղարկավորեն Մակար կաթողիկոսի կողքին եւ նույնիսկ այսպես շիրիմը փորում են եւ հաջորդ օրը պիտի տեղի ունենար հուղարկավորությունը, ասում են Մայր տաճարի բակ են լցվում այսպես գոռում գոչում ժողովրդի հոտ զանգված եւ ստիպում են Մայրաթորի ղեկավարությանը, որպեսզի Ղրիմյան հայրիկին ոչ թե հուղարկավորեն Մակար կաթողիկոսի կողքը, այլ ասում են, որ պաշտպան հայրենիացի կաթողիկոսի կողքին վայել է, որպեսզի հուղարկավորվի
հայրենյաց հայրիկը։ Եվ այդպես էլ արվում է, ժողովրդի կամքը չի անտեսվում, շիրիմը հետ է լցվում եւ հաջորդ օր ասում է ժողովուրդը ինքը մասնակից եղավ նրա շիրիմի փորմանը եւ նրան հուղարկավորեցին Ներսես աշտարակեցի պաշտպան հայրենյաց կաթողիկոսի կողքին։ Շատ հետաքրքրաշարժ դեպքեր Խրիմյանի հետ բազմաթիվ են, նրան նվիրված բանաստեղծություններ կան, նրան նվիրված երգեր կան, ընդ որում մեր մեծանուն հոգևորականներից Կոմիտասը երգ ունի նրան, Սիամանթոն բանաստեղծություն ունի, Հովհաննես Թումանյանը նրա հիշողություններում այսպես շատ հետաքրքիր ուրախ պատմություններ ունի, պատմում է Խրիմյան հայրիկը եւ նրա պատգամը այսօր եւս արդիական են։ Այո, հենց այդ թեմայով եմ ուզում ավարտենք, Տեր հայր, մեր ժամանակը արդեն սպառվում է։ Դուք արդեն որոշ չափով անդրադարձաք, հա, ասացիք, որ այստեղ կատվական էս աղմուկի բանի մեջ, տենց թվում է թե այլևս չկա, հա, այդպես հնչեղ ձայն, որը հասարակությանը կփորձի, ժողովրդին կփորձի միավորել եւ այլն։ Բայց այդպես դրա համար էլ արվում է դա։ Այդ աղմուկը էս դրա համար է, որպեսզի վարկաբեկվի ցանկացած մեկը, որ կարող է ժողովրդի հեղինակության վրա, ժողովրդի մտածելակերպի կամ ժողովրդի մտածումների վրա ազդել եւ ուղղորդել, հենց այդ ամենի համար տեղի ունենում սովորական վարկաբեկում։ Խրիմյան հայրիկը մի այսպիսի աշխատանք ունի Մարգարիտ արքայության երկնից։ Խրիմյան հայրիկի կերպարը, նրա գաղափարախոսությունը Մարգարիտ ու Ադամանդ է եւ ոչ մի ազնիվ մետաղի ու քարի փայլ, որևէ տեղեկատվական աղմուկ, որևէ ժամանակաշրջանում չի կարող խամրել կամ նսեմացնել դրա փայլը։ Այնպես որ Խրիմյան հայրիկի ձայնը այսօր էլ հնչում է եւ մենք պետք է մեր ուժերին ապավինած, մեր գրչին ապավինած կարողանանք կերտել մեր հզոր եւ ապահով երկիրը մեր հայրենիքում։ Շնորհակալ եմ Տեր հայր, ավարտենք այս լավատեսական նոտայով։ Իսկ մենք շարունակենք տաղավարի եթերում Տեր Արարատ Քահանա Պողոսյանի հետ քննարկել հայ եկեղեցու, հայ մշակույթի եւ հայոց պատմության առնչակցություններին վերաբերող տարբեր խնդիրներ։